Բարև ձեզ սիրելի ընկերներ, այսօր ես կկատարեմ հարցազրույց Սպարտակի հետ։ Սպարտակ, որքան ճամփորդությունների ես մասնակցել։ Ես եւ մի 10-ից քիչ, բայց առաջին դասարանում շատ էի մասնակցում ճամփորդությունների, հիմա այդքան չեմ սիրում մասնակցել ճամփորդությունների, դրա համար ինձ թվում է մի 15-ից քիչ։ Ինչպիսի ճամփորդությունները կսիրում։ Ես սիրում եմ արշավային ճամփորդությունները։ Շատ հետաքրքիր է։ Որ ճամփորդությունն է ձեզ ամենաշատը դուր եկել։ Ինձ դուր է գալիս Արատեսը, քանի որ այնտեղ երրորդյա է եւ մենք ընկերների հետ այնտեղ խաղում ենք լիքը խաղեր, քնում մենք եւ այն անտառի մեջ է։ Ճամփորդությունները քեզ ինչ օգուտ են տվել։ Ինչ ճամփորդությունները մենք սովորել ենք թե ինչպես մնալ անտառում, ինչպես մնալ սառների հետ։ Իսկ կարող ես մի օր պատմել քո ճամփորդություններից։ Ուրեմն գնացել էինք Արատես, քրոջս հետ էր ժամանակ, դասարանի հետ չէի։ Հենց ահա որ հետաքրքիր բան եմ տեսնում։ Հենց այն անտենայի բանի վրա լիքը sense ալմազե բաներ էին կապած, իբր ալմազը։ Թվում էր որ ալմազը էր։ Հենց փոկեցի որ վերցնեմ, սաղ ձեռս ճողեց։ Հետո հետո պատմեցին, որ սրանով նայում են Արատեսի ապահովությունը, ստեղով կարող են տենան Արատեսի սաղ տեղը տարածքը, որ տենան վնասվածքը, ինչ ա եղել Արատեսում հենց։ Հաջողություն։ Ստեսություն։